Սուրբ Գրիգոր Տաթևացու քարոզը խաչելության մասին ըստ այն խոսքի, թե երբ ես բարձրանամ երկրից, ամենքին դեպի ինձ կձգեմ։ Ավետարան ըստ Հովհաննեսի 12-րդ գլուխ 32 համար։ Որքան մեծ են քո գործերը Տեր և չափազանց խոր են խորհուրդները քո, ասում է աստվածային Դավիթը, և առաքյալը ցնծալով ասում է. «Ո խորություն Աստծու հարստության, իմաստության և գիտության, ինչքան անքննելի են նրա դատաստանները և անզննելի նրա ճանապարհները։ Որովհետև ո՞ր միտքը կարող է իմանալ կամ ո՞ր լեզուն կկարողանա ճառել, թե ինչու բոլոր արարածների մեջ միայն մարդուն պատվեց և ստեղծեց իր պատկերով, անմահ հոգով, անձնիշխան կամքով, բանական մտքով և տեր և իշխան կարգեց բոլոր երևելի արարածների վրա։ Եվ երբ նա խախտեց պատվիրանը և վտարվեց երկիր, բանտխտության մեջ, Աստված մարգարեներով խնամեց նրան, օրենքներով դաստիարակեց, հրեշտակներով պահպանեց։ Եվ ամեն ինչի ավարտին հենց ինքը Արարիչն Աստված մարդացավ երկրի վրա, հայտնվեց մարմնով, խաչվելով և մահվամբ փրկեց մարդկանց և բարձրացրեց դեպի նախնական անմահ փառքը, ինչպես և ասաց. «Երբ բարձրանամ երկրից, բոլորին դեպի ինձ կձգեմ»։ Արդ այս բոլորը խոր և անիմանալի խորհուրդներ են, թե ինչու ամենակարող Աստված, որ խոսքով միայն ստեղծեց ամեն ինչ, որովհետև ասաց և եղան, հրամայեց և հաստատվեցին, իսկ մարդկանց մարդ լինելով փրկեց, այն էլ խաչվելով ու չարչարանքներով, մեզ համար մեռնելով, թաղմամբ, ապա հարություն առնելով և մեզ կյանք պարգևելով։ Բայց քանի որ անգիտությունը անհավատություն է, իսկ չփնտրելը հուսահատության նշան, եկեղեցու վարդապետները առաջնորդությամբ Սուրբ Հոգու, ով քննում է Աստծու խոր խորհուրդները, մեզ սովորեցրին Քրիստոսի մարդեղության պատճառները։ Նախ մարդը պատվով էր ստեղծված, բայց դա չհասկացավ, հավասարվեց անասուններին։ Մարգարեն ասում է. «Մարդը պատվի մեջ էր և չհասկացավ, նմանվեց անբան անասուններին»։ Անասուն է կոչվում նա, ով հոգով օժտված չէ և իմացական կարողություն չունի։ Նա է ճշմարիտ մարդը, ով իմացական իմաստությամբ ուղղում և դաստիարակում է իր շունչն ու մարմինը։ Արդ Աստված կամեցավ, որ մարդիկ իրենց իմացական կարողությամբ պաշտեն իր իմանալի փառքը, բայց նրանք չկարողացան, որովհետև անասնաբար կապված էին երկրին։ Դրա համար բանն Աստված իր իմանալի աստվածությունը միացրեց և խառնեց մարդկանց զգալի բնության հետ, աչքով անտեսանելին իրեն զգալի կերպով ճանաչել տվեց և իր մասին զգացական գիտության միջոցով մարդու միտքը բարձրացրեց դեպի իր իմանալի փառքերի իմաստի հասկացողությանը և այսպես մարդկանց քարոզվեց։ Երկրորդ, մարդիկ անմտացան գիտության մեջ և չգիտեին ուրիշ կյանք կամ այլ Աստված, որը երկրից վեր է, այլ պաշտում էին արծաթն ու ոսկին։ Դրա համար հավիտենական կյանքը մարմնով հայտնվեց և ճանաչել տվեց հոգևոր կյանքը և Աստծուն ամեն ինչի Արարչին և հուսադրեց տանել նրանց և այնտեղ երկնքում ժառանգել այդ կյանքը։ Երրորդ, վայրենացան մարդիկ և իրենց նման մարդկանց ուրվականների պատկերներ էին պաշտում, իսկ բանն Աստված մարմնով հայտնվելով, պատկերասերներին իր պատկերը շնորհեց և առաքյալների կողմից քարոզվելով զգոնության բերեց նրանց։ Որովհետև երբ հեթանոսներին ասում էին, թե Աստված անտեսանելի է, անհասանելի և աննյութ, նրանք չէին ընդունում։ Իսկ երբ ասում էին, թե նա մարդ է, սիրեց մեզ
մեզ հետ շրջեց, մեզ համար խաչվեց եւ մեր աչքի առաջ համբարձվեց երկինք, հավատում էին եւ գալիս էին Աստվածպաշտության։ 4. Մարդը Աստվածպաշտության ծառավն ու քաղցն ուներ եւ մարդկային իմաստությամբ չէր կարող հասնել անհասանելիին, ինչպես հայտնի է անառակ որդու առակում, որը իր մտքում ասում էր. «Ելնեմ գնամ իմ հոր տունը»։ Եվ գնալը այս է նշանակում, որ հեթանոսները փափագում էին Աստծուն, բայց մինչև զգալի երկինք կարողացան հասնել, ուստի եւ պաշտում էին լուսատուներին։ Եվ հայրը հեռվից տեսավ այդ փափագը, խղճաց նրանց եւ ընդառաջ գնաց նրանց, այսինքն միածին որդին եկավ եւ մարմնացավ եւ ընկավ մեր բնության պարանոցով, համբուրեց մեզ եւ հավասարվեց մեզ, ապա ինքը իդեմս մեր հաշտեցրեց մեզ հոր հետ ուժգին արտասուքներով եւ աղոթքներով եւ մեզ համար զոհեց պարարտ եզը, որպես մեզ գերակուր եւ ըմպելիք։ Եվ այսպես նա ինքն իրենով հագեցրեց Աստվածպաշտության ծառավը եւ վերացրեց քաղցը։ Որովհետև մենք միշտ մտքով եւ իմաստությամբ ճաշակում ենք մարդացած եւ մեզ սրբող ու փրկող Աստծո որդուն։ 5. Մարդը մեռած էր հավատքի մեջ եւ ընկղմված էր մեղքերի մեջ։ Դրա համար Քրիստոս եկավ եւ այդ երկուսը փոխեց, որովհետև հավատքով նրան կենդանացրեց եւ դուրս բերեց մեղքերի ծովից եւ օրենք տվեց, ոչ միայն խոսքով, այլև գործով. Ես սիրեցի եւ դուք սիրեք, ես խոնարհվեցի եւ դուք խոնարհվեցեք, ես մարմնովս թողեցի աշխարհը, դուք էլ այդպես արեք։ Ով իր անձը կկորցնի իմ նման, նա կգտնի այն։ Եվ այսպես ներգործական օրենքով, այսինքն խոսքով ու գործով, մեզ դարձի բերեց մեղքերից եւ անպարշտությունից։ Ուստի ըստ Պողոսի, քանզի Աստված իր շնորհը հայտնեց որպես փրկության միջոց բոլոր մարդկանց, շնորհ, որ խրատում է մեզ, որ մերժենք անպարշտությունը եւ աշխարհիկ ցանկությունները, այս աշխարհում ապրենք զգաստությամբ, Աստվածպաշտությամբ։ 6. Մովսեսի օրենքով ոչ ոք չէր կարող արդարանալ, որովհետև նրա խոստումները մարմնավոր էին, այգիներ, ձիթենիներ եւ փափուկ կյանքի խոստումներ։ Իսկ մեր Տերը գալով մարդկանց ազատեց այդպիսի խոստումներից եւ քարոզեց մարմնական ցանկություններից ու ունեցվածքից հրաժարվել, որպեսզի կամավոր կերպով ատելով անցողիկը հավիտենականը ձեռք բերենք։ Եվ դարձյալ մարմնի չարշարանքով հույս ունենանք անմահության, քանզի փափկասիրությունը բերում է մահվան։ Այսպես ցույց տվեց մեզ հավիտենական կյանքի միջոցը։ 7. Մովսեսի օրենքը մարմնավոր էր եւ տրված էր անկատարներին, ինչպես երեխաների կաթով սնվելը։ Իսկ երբ մեր բնությունը հաստատվեց, Քրիստոս եկավ եւ կատարյալներին կատարյալ օրենք տվեց, ոչ արտաքին գործերի, այլ ներքին մտքին եւ խորհուրդներին սահման եւ օրենք դրեց ասելով. Մովսեսն ասաց՝ մի սպանիր, իսկ ես ասում եմ՝ մի ցանկացիր։ Որովհետև երբ միտքը մաքրվում է չար խորհուրդներից, ապա շունչն ու մարմինն էլ նրան են հետևում։ Սատանան այդպես էր բղծում մարդուն, մտքի մեջ չար խորհուրդներ մտցնելով եւ մարմնի հեշտասիրությունը շարժելով։ Իսկ Քրիստոս սովորեցրեց մեզ խորհուրդների դեմ պատերազմել եւ շնորհեց գիտության ասպարեզ, որով մենք դյուրությամբ հաղթում ենք սատանային, մեղքի արմատը դուրս նետելով եւ օծի գլուխը ջախջախելով։ Այսպես մարդը դառնում է երկնայիններին նման եւ նրանց դասակից եւ մասնակից։ 8. Թշնամին, սատանան, խաբում էր մարդկանց եւ նրանք չէին հասկանում, որ նա է քարշ տալով գցում մեղքի մեջ, այլ դա վերագրում էին բնությանը,
որի համար Քրիստոս հայտնվեց եւ ցույց տվեց, որ Սատանան է մեր թշնամին, քանի որ նա իր անմեղադրելի կրքերով ապրեց եւ ապացուցեց, որ մեղանչելը մարդու բնությունից չէ, ոչ էլ անձնիշխան կամքից, այլ թշնամուց է, որը մեր մեջ է ներմուծում իր չար թույնը։ Ուստի եթե մարդը զգուշանա Սատանայի պատրանքներից եւ ընտրի բնական ու ճիշտ կրքերը, կուտի եւ կննջի, կամ կաշխատի եւ չի մեղանչի, եւ կիմանա, թե որն է մերը եւ որը թշնամունը։ Ամեն կիրք, որ բնական է եւ կարեւոր, մերն է, իսկ ավելորդը ու չափազանցը Սատանայից է։ Դարձյալ, ամեն ինչ, որ մեզանից է, մերն է, իսկ որ գտածո է, այսինքն ոչ մեզանից, Սատանայինն է։ Այսպես մարդիկ ճանաչեցին իրենց կրքերը եւ թշնամու պատրանքները եւ հաղթեցին նրան։ 9. Սատանան հեռացրել էր մարդկանց Աստծո գիտությունից եւ անմահության հույսից եւ նրանց համար քաղցրացրել էր աշխարհի հեշտությունը, սակայն մարդիկ ունեին մահվան վախ եւ բնական առաքինություն, ինչպես ասում է Պողոսը, հեթանոսները, որ օրենք չունեն, բնականորեն են օրենքի գործերը կատարում։ Քրիստոս տեսնելով, որ մարդիկ իրենց բնական ցանկությամբ հրաժարվում են Սատանայի ծառայությունից եւ հետևում են Աստծո կամքին, հայտնվեց մարմնով եւ ցույց տվեց ճշմարտության օրենքը եւ ազատեց նրանց Սատանայի բռնությունից։ 10. Սատանան հակառակվում էր մեր դեպի Աստված դարձին եւ բազմատեսակ հնարքներով որոգայթներ էր լարում մարդկանց Աստծուն գնալու ճանապարհի վրա, ինչպես Դավիթն է ասում. «Լարեր լարեցին ոտքերիս համար որպես որոգայթ»։ Իսկ բանն Աստված մարդ եղավ եւ իր անմեղ կրքերով հաղթեց Սատանային, նաեւ իր մահվամբ խաչապայտին կամեց այն, որ մեզ հակառակ էր եւ վերացրեց մեր միջից։ Նաև սփռեց Սուրբ Հոգին ողջ աշխարհով մեկ եւ այսպիսի կերպով բոլորին իր մոտ ժողովեց, քանի որ երբ անմեղը մեղավոր կոչվեց եւ մեր մեղքերի համար մեռավ, մենք նրա շնորհներով արդարացանք։ Եվ երբ արդարացանք, ընդունեցինք Սուրբ Հոգին եւ Սուրբ Հոգով ազատվեցինք Սատանայի պատրանքներից, դիմեցինք նրան եւ մեր հայրենիները ժառանգեցինք, ինչպես ասաց Տերը, երբ բարձրանամ երկրից, բոլորին կձգեմ դեպի ինձ։ Եվ մարդը, որ այլ ինչով է ուրիշին դեպի իրեն ձգում, այլ նախ իմաստությամբ, ինչպես Սողոմոնը, որի մոտ բոլորը գալիս էին, ինչպես Հարավի թագուհին, եւ նա հայտնվեց իմաստությունը, որը դատեց երկու կանանց վեճը։ Այն կինը, որ ուզում էր երեխային կիսել, խորհրդանշում է հրեաներին, որոնք բաժանեցին Աստծու որդուն, ասելով, թե նա Հովսեփից եւ Մարիամից է։ Բայց ճշմարիտ մայրը, որ հավատացյալներն են, չեն բաժանում, այլ խոստովանում են, որ նա առանց սերմի ծնված է Աստվածածնից։ Նմանապես հերետիկոսներն ու քաղքեդոնականները Քրիստոսին բաժանում են երկու բնության եւ կարծես երկու որդի են դարձնում, մինչդեռ ուղղափառները դավանում են Քրիստոսին մեկ անձ եւ մեկ որդի, մեկ միավորված բնություն։ Այսպես Քրիստոսը, որ Աստծո իմաստությունն է, բոլորին ձգեց դեպի իրեն։ Երկրորդ, նա առատ է իր պարգևներով, ինչպես Ալեքսանդրը, բայց նա իր թագավորությունը բաժանեց իր որդիների միջև, յուրաքանչյուրին իր մասը տվեց, մինչդեռ Քրիստոս յուրաքանչյուրին առանձին տալիս է իր արքայությունը, ըստ այն խոսքի. «Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը»։ Եվ այնպես առատաձեռն էր, որ իր գանձատանը բացեց բազում դռներ, այսինքն իր ձեռքերը, ոտքերը եւ կողը, որոնք խոցվեցին, եւ դրանով բոլորին դեպի իրեն ձգեց։
Երրորդ, ուժի պատճառով, ինչպես Դավիթը հաղթեց Գողիաթին։ Նրան Սավուղի զենքերը հաղթել չկարողացան, իսկ Դավիթը ցուպով և պարսատիկով հաղթեց։ Գողիաթը խորհրդանշում է սատանային, իսկ Դավիթ մանուկը Քրիստոսին, Դավթի որդուն։ Սավուղի զենքերը հին օրենքներն էին, որոնք Քրիստոս կրեց, թլպատություն և այլն։ Նա վերցրեց օրենքների ծանրությունը, բայց ոչ դրանցով ազատեց, այլ շնորհով։ Ցուպը խաչն էր, պարսատիկը Սուրբ Աստվածածինը, իսկ քարը իր աստվածությունը, որով հարվածեց և կործանեց սատանային։ Չորրորդ, իրավարար դատաստանի համար Քրիստոս 3 կերպով դատաստան կատարեց սատանայի նկատմամբ մեր վերաբերյալ։ Նախ սատանան Աստծուն ասում էր, թե քո ձեռագրով իմն են մարդիկ, որովհետև դու ասացիր, այն օրը երբ ուտեք, մահվամբ կմեռնեք, իսկ Ադամը մեղանչեց, ուստի պարտական է մահվան։ Քրիստոս նրան պատասխանեց, թե դու խաբեցիր, և նրանք իրենց կամքով չմեղանչեցին։ Երկրորդ, սատանան ասաց, թե երբ մարդը երկար ժամանակ բնակվի որևէ վայրում, այն նրա հայրենիքն է դառնում, և այս արդեն 1000 տարի է մարդիկ իմն են։ Քրիստոս պատասխանեց, թե դա հավիտենական չէ, մարդիկ նախ իմն էին, որովհետև ես ստեղծեցի նրանց, իսկ դու նրանց գողացար։ Երրորդ, սատանան ասաց, թե կշռով տեսնենք մեղավորնե՞րն են շատ, թե արդարները։ Քրիստոս պատասխանեց, թե ավագ ուրբաթ օրը քեզ պատասխան կտամ, երբ խաչը կդրվի որպես կշեռք, մի կողմում դրեց իր չարչարանքները, մյուս կողմում դժոխքում գտնվող հոգիները։ Եվ Քրիստոսի չարչարանքները ծանր եղան, որովհետև դրանք Աստծո չարչարանքներն էին, խաչելությունն ու մահը, և դրանով նա բարձրացրեց բոլորին դեպի երկինք և ազատեց դժոխքից, դրա համար էլ ասում է. «Երբ ես բարձրանամ երկրից, բոլորին կձգեմ դեպի ինձ»։ Ինչու Քրիստոս, մեր Փրկիչը, խաչի վրա բարձրացավ և ոչ թե այլ կերպ մահացավ։ Այս մասին վարդապետները բերում են բազմաթիվ պատճառներ, ասենք 15 օրինակով։ Առաջին, նա խաչի վրա բարձրացավ, ինչպես թագավորն է կառք նստում և բարձր աթոռի վրա բազմում։ Խաչը Քրիստոսի համար թագավորություն և պսակ եղավ, և այդ պատճառով նա ուրախությամբ եկավ դեպի խաչելություն, այն բաժակ և փառք կոչելով և ասաց. «Հայր, փառավորիր ինձ, քանի որ հասավ ժամը, որ մարդու որդին փառավորվի»։ Ինչպես բաժակը ուրախության և սիրո պատճառ է, այնպես էլ Քրիստոս ուրախացավ, երբ խաչով մեզ փրկեց և սիրով մարդկանց համար խաչի վրա իրեն ընծայեց և այդպիսով պսակեց եկեղեցին։ Այդ պատճառով նա խաչի վրա բարձրացավ, ինչպես երգերում է ասվում. «Տեսեք Սողոմոն արքային, ինչպես նրա մայրը նրան պսակեց իր սրտի ուրախության օրը»։ Սողոմոնը նշանակում է խաղաղություն, և Քրիստոս դարձավ ճշմարիտ խաղաղություն երկնավորների և երկրավորների համար։ Նա է հավիտենական թագավորը, որ խաչի վրա թագավորեց և փեսա եղավ եկեղեցու։ Երկրորդ, խաչի մահը ավելի մեծ պատասխան էր Ադամի մեղքին, քան մյուս բոլոր մահերը։ Ինչպես Ադամը ոտքով գնաց և ձեռքը մեկնեց դեպի ծառը, կերավ պտուղը և կորստի մատնեց մարդկային ամբողջ ցեղը, այնպես էլ Քրիստոս ոտքով գնաց դեպի խաչը, տարածեց իր ձեռքերը խաչափայտի վրա, ճաշակեց դառն լեղին և այդպես գտավ կորուսյալ մարդկությանը։ Այդ պատճառով նա խաչելությամբ մահացավ։ Երրորդ, քանի որ բոլոր մահերից ամենաանարգը խաչի մահն է, ինչպես օրենքն է ասում, անիծյալ է ամեն մարդ, որ կկախվի փայտից, Քրիստոս կախվեց փայտից և վերցրեց այդ անեծքը իր վրա ու խաչի մահը դարձրեց պատվական։ Երկակի անեծք կար։ Առաջինը Ադամին տրված անեծքը՝ անիծյալ լինի քո երկիրը,
Անիծյալ լինի երկիրը քո գործերի պատճառով, եւ փուշ ու տատասք թող աճեն քեզ համար։ Այդ անեծքը նա վերցրեց, երբ փշեպսակը դրեցին իր գլխին, եւ նա մտավ հողի գերեզմանի մեջ։ Երկրորդ անեծքը օրենքի անեծքն էր, ըստ որի փայտից կախվածը անիծյալ է։ Դա էլ նա վերցրեց իր վրա եւ օրհնեց մեզ, որովհետեւ ով խաչից կախված է, դառնում են Քրիստոսին խաչակից։ Չորրորդ, նա խաչի վրա բարձրացավ, որպեսզի հեռվից բոլոր մարդիկ աչքերով եւ հավատքով տեսնեն եւ փրկվեն, ինչպես Մովսեսը բարձրացրեց պղնձե օձը անապատում։ Ով հավատով նայում էր պղնձե օձին, ազատվում էր խայթող օձերից եւ ապրում էր, նույնպես եւ Քրիստոս խաչի վրա բարձրացավ, որպեսզի հավատացողների համար կյանք շնորհի եւ ոչնչացնի անտեսանելի օձին, սատանային, ինչպես ավետարանում է ասվում, պետք է մարդու որդին բարձրանա, որպեսզի ամեն հավատացող չկորչի, այլ ստանա հավիտենական կյանք։ Հինգերորդ, իսրայելացիները բազմաթիվ եւ տարբեր պատարակներ էին մատուցում զոհասեղանի վրա, բայց չէին կարողանում փրկություն գտնել, որովհետեւ դրանք միայն օրինակ էին եւ տկար։ Այդ պատճառով Քրիստոս իրեն մատուցեց որպես պատարակ խաչի սեղանի վրա, որպեսզի կատարյալ կերպով փրկի մեզ, քանի որ նա էր պատարակների ճշմարտությունը եւ կատարումը հին սեղանի ու հին պատարակների։ Ինչպես Քրիստոս թլպատվեց, որպեսզի վերացնի հրեաների թլփատությունը եւ տա սրտի ճշմարիտ թլփատություն, այնպես էլ նա պատարակվեց, որպեսզի վերացնի հին հրեական պատարակները։ 6. Իսահակի խոյը կախվեց Սաբեկայի ծառից, որը երկճյուղ էր, եւ դա Քրիստոսի ճշմարիտ խաչի օրինակն էր 3 կերպով։ Առաջին, ինչպես Աբրահամը չխնայեց իր միածին որդուն, այլ Աստծո սիրո համար նրան պատրաստեց մահվան, նույն կերպ երկնային Հայրը իմաստության սիրո համար, մարդկության սիրո համար իր միածին որդուն տվեց խաչի մահվան։ Երկրորդ, ինչպես խոյը զոհվեց, իսկ Իսահակը ազատվեց, այնպես էլ Քրիստոս անմեղ գառը խաչի զոհաբերմամբ մեռավ մեզ համար, եւ մարդկային բնությունը ազատվեց մեղքի եւ դժոխքի կապանքներից։ Երրորդ, երբ Աստված օրհնեց Աբրահամին, խոստացավ նրան երկիրը որպես ժառանգություն, նույնպես Քրիստոսի խաչով մենք օրհնվեցինք ամեն հոգևոր օրհնությամբ Քրիստոսում եւ դարձանք երկնքի արքայության ժառանգորդներ, ուստի Քրիստոս խաչի վրա բարձրացավ։ 7. Ոսկեբերանն ասում է, որ Քրիստոս չմահացավ գաղտնի կամ տանը անհայտ կերպով, այլ հրապարակում եւ խաչի փայտի վրա, որպեսզի նրա արյունը սրբի օդը, թափվի երկրի վրա եւ մաքրի երկիրը մեղքերից։ 8. Նույն ոսկեբերանն ասում է, որ Քրիստոս խաչի վրա բարձրացավ, որպեսզի ցույց տա, որ նրա մահը ճանապարհ է դեպի երկնքի արքայություն, ինչպես ասաց, երբ ես բարձրանամ երկրից, բոլորին կձգեմ դեպի ինձ, ինչպես Հակոբը տեսավ սանդուղքը, որի գլուխը հասնում էր երկինք, եւ Տերը կանգնած էր նրա վրա, իսկ հրեշտակները իջնում ու բարձրանում էին, այդ սանդուղքը խաչն էր խորհրդանշում, եւ Քրիստոս դրա վրա էր, եւ խաչով հրեշտակները իջնում էին երկիր, իսկ մարդիկ բարձրանում էին երկինք Քրիստոսի հետ։ 9. Մյուսացին ասում է, որ Քրիստոս խաչի վրա կանգնվեց, որպեսզի ցույց տա, որ նա է Տերն ու Աստված ամբողջ աշխարհի, եւ տարածվեց 4 կողմերի վրա, ցույց տալով, որ նա է աշխարհի 4 կողմերի փրկիչը, եւ իր ձեռքերը տարածեց իր մոտ կանչելով հրեաներին եւ հեթանոսներին։ 10. Քրիստոս խաչի վրա բարձրացավ, որովհետեւ օդը գտնվում է երկնքի եւ երկրի միջև, եւ այդպիսով ցույց տրվեց, որ նա միջնորդ եւ հաշտարար է Աստծու եւ մարդկանց միջև։ 11. Վարդապետներն ասում են,
որ ինչպես հայրը պատժում է իր որդիներին, իսկ մայրը գութով կանգնում է որդու դեմ եւ իր վրա է ընդունում հարվածները, այնպես էլ հայրն Աստված ուզում էր պատժել մարդկանց իրենց մեղքերի համար, բայց Քրիստոս որպես գթասիրտ մայր կանգնեց մեր առջև խաչի վրա եւ իր վրա վերցրեց այն մահը, որ մենք պիտի կրեինք եւ մեր փոխարեն մեռավ։ 13-րդ մարդիկ հոգնած էին սատանայի փորձություններից, ուստի խաչի նշանը կանգնեցվեց, որպեսզի նրա հովանու տակ հանգստանան, ինչպես Եղիան նստեց բևեքնի ծառի տակ, հանգստացավ, կերակրվեց հրեշտակից եւ զորացավ մինչեւ 40 օր ճանապարհ գնալով դեպի Քորեբի լեռը։ Նույնպես հավատացյալների հոգիները հանգչում են Սուրբ խաչի հովանու տակ, ուտում են կյանքի հացը Քրիստոսի մարմինը եւ խմում են կենդանարար նրա արյունը, ապա հասնում են երկնքի արքայությունը, որովհետեւ Տերն ասաց. «Ով ուտի իմ մարմինը եւ խմի իմ արյունը, կապրի հավիտյան»։ 14-րդ Քրիստոսի խաչը համեմատվում է հին օրենքների հետ եւ ավելի բարձր պատասխան է տալիս, քան մյուս բոլոր մահերը։ Ինչպես Մովսեսը իր խաչաձև գավազանով ճեղքեց ծովը, այնպես էլ Քրիստոսը իր խաչով ճեղքեց աշխարհի մեղքերի ծովը եւ խեղդեց մտավոր փարավոնին սատանային, իսկ նրա ժողովուրդը դուրս բերեց երկնքի անապատ։ Եվ խաչի մասին հին օրենքում բազում օրինակներ կային, ու հենց դրա համար էլ ճշմարտությունը բարձրացավ խաչի վրա։ Եվ ինչպես ասում է ոսկեբերանը, պատշաճ չէր, որ Քրիստոս մեռներ, ինչպես Հովհաննեսը գլխատվելով, կամ ինչպես Եսային սղոցվելով, կամ ինչպես Երեմիան քարկոծվելով, այլ պետք էր, որ այդպես մեռներ, որ նրա ոսկորները չկոտրվեն եւ նրա անդամները չբաժանվեն։ Ոսկորը նշանակում է աստվածային անմահ բնությունը, որը չի մեռնում, եւ դրա համար էլ նրա անդամները չեն բաժանվում։ Սա ցույց է տալիս, որ քրիստոնյաները չպետք է բաժանվեն ու ցրվեն միմյանցից, այլ պետք է միավորվեն սիրով Քրիստոսի գլխին։ Խաչը քառակուսի ձևով նշանակում է Քրիստոսի դատաստանի աթոռը, եւ երբ նա կգա երկնքից հոր փառքով եւ կնստի դատաստանի գահին, այդ ժամանակ արևի, լուսնի եւ աստղերի խավարումներ կլինեն, երկինքն ու երկիրը կսասանվեն, քարերը կպատրվեն, գերեզմանները կբացվեն, մեռելները հարություն կառնեն եւ երկրի բոլոր ազգերը կսքան, ինչպես եղավ Քրիստոսի խաչելության ժամանակ։ Այդ ժամանակ փրկչական խաչը կփայլի երկնքում եւ կկանգնի Գողգոթայի վրա, որտեղ Քրիստոս խաչվեց։ Այն ժամանակ կհայտնվեն Քրիստոսի չարչարանքների բոլոր գործիքները, մեխերը, գեղարդը, եղեգը, փշեպսակը, քացախն ու լեղին, արյան կաթիլները, ապտակները, կապանքները, կողի բացումը եւ մեխերի տեղերը։ Այն ժամանակ մարդիկ կբաժանվեն, ոմանք աջ կողմում, ոմանք ձախ, ինչպես այն երկու ավազակները, որոնք խաչվեցին նրա հետ։ Ձախ կողմի ավազակը կկորչի իր անհավատության պատճառով, իսկ աջ կողմինը կժառանգի դրախտը, ասելով. «Հիշիր ինձ, Տեր, երբ գաս քո արքայությամբ»։ Եվ Տերը կասի. «Եկեք իմ հոր օրհնյալներ, ժառանգեցեք ձեզ համար պատրաստված արքայությունը, եւ օրհնյալ է Քրիստոս, Հոր եւ Սուրբ Հոգու հետ հավիտյանս։ Ամեն»։